Դե ինչ շարունակում ենք առավոտ լուսո weekend-ը առաջին ալիքի եթերում, ինչպես եւ խոստացել ենք, շատ հետաքրքիր զրույցներ են այսօր մեզ սպասում եւ ինչ որ առումով իհարկե խոսելու ենք առողջ ապրելակերպի մասին, առողջ նաեւ սնվելու մասին եւ հիմա թերևս առաջին հարցազրույցը հենց սկսելու ենք այդ թեմայի մասին զրուցելով մեր հյուրի հետ, որն արդեն տաղավարում է։ Մեր հյուրն է ֆուտբոլոգեր Անահիտ Դադոյանը, բարի լույս Անահիտ։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ դուք։ Շատ լավ։ Հրաշալի, ես կարող եմ ասել, այո, եւ ինչպես միշտ բոլորին հարցնում ենք, ինչպես եք սկսում ձեր առավոտը։ Չեմ խափի, եթե ասեմ, որ վերջի 2 տարին հատկապես աշխատում եմ նախաճաշով ու 1 բաժակ ջրով սկսել, չնայած որ առաջ սովորություններից մի քիչ այլ էին, սուրճով էի պարտադիր սկսում, ինչ որ փոքրիկ քաղցրավենիքով, բայց հիմա հասկանում եմ, որ նախաճաշը բավականին կարևոր է, ինձ բավականին շատ էսպես տրամադրություն, էներգիա է տալիս ու օգնում է մի փոքր ավելի ուշ սով զգալ։ Այդպես հիմնականում նախաճաշում եմ, ջուր եմ խմում, հետո նոր տանից դուրս եմ գալիս։ Սուրճ չեք խմում։ Օրվա ընթացքում արդեն կեսօրին մոտ։ Բայց ոչ առավոտյան։ Ոչ առավոտյան։ Իսկ նախաճաշի դեպքում, եթե խոսում ենք արդեն առողջ սննդի մասին, ինչ նախաճաշ եք նախընտրում։ Հիմնականում իմ լսարանն էլ լավ գիտի, որ իմ ֆավորիտ նախաճաշը այդպես ավոկադո տոստն է, որ 5 րոպեում պատրաստվող տրորած ավոկադոն կամ հացով կամ չորահացով պատրաստված ձվածեղի հետ միասին կամ առանց, մի խոսքով հիմնականում այսպես արագ 5 րոպեում պատրաստվող նախաճաշ է։ Բայց երբեմն լինում են, չէ, առավոտներ, երբ արթնանում ես եւ հավես չես ունենում ընդհանրապես ոչ մի բան Այդ ժամանակ գալիս է փրկության ինչ որ չորահացը պանրով ուղղակի։ Այո։ Լավ, խոսենք բլոգինգի մասին։ Մենք հաճախ երբ բլոգերների հյուրընկալում ենք մեր տաղավարում, մեր հեռուստադիտողներին եւս ասում ենք, որ որքան էլ որ թվում է գուցե հոլովակները համացանցում տեսնելիս, որ բավականին པարզ եւ հեշտ աշխատանք է, իրականում բլոգեր լինելը շատ ծանր եւ բարդ աշխատանք է, որովհետեւ իհարկե պետք է նկարահանումները ինքնուրույն իրականացնել։ Մինչ այդ աշխատանքի ծավալը նկարագրելուն անցնելը հետաքրքիր է, ինչպես դուք առհասարակ որոշեցիք կամ ինչպես ստացվեց, որ դարձաք ֆուտբլոգեր։ Իրականում սկիզբը եկել է այն սիրուց, որը միշտ ունեցել եմ սոցհարթակների հանդեպ, դա դեռ շատ վաղուց վանից է ինձ մոտ եղել, այդպես 2010-12 թվականին, երբ դեռահաս էի, այն ժամանակ կարծում եմ կհիշեք Facebook-յան այսպես էջերը շատ տրենդային էին, չէ՞, որ ինչ որ նկարներ էին փոստում եւ այլն, այո։ Այդ ժամանակվանից զգացել եմ, որ սերը կա, բայց միշտ այսպես ցածր ուղակի սիրողական մակարդակի վրա եղել։ Հետո երբ որ խոհանոցի հանդեպ սերը որտեղից է գալիս։ Խոհանոցի հանդեպ ուտելու հանդեպ սերը միշտ եղել է, բայց ես ինքս էլ իրական որ հիմա հետ եմ նայում, երբեք չեմ մտածել, որ կարող եմ այնպես պատրաստել, որ շատերին բաղադրատոմսը օգտագործեն կամ հենց առաջի անգամից ինչ որ իդեալական մի բան ստացվի, չեմ պատկերացրել, բայց եւի ժամանակի ընթացքում գտել եմ, որ այո, իմ տեղը խոհանոցում է եղել։ Երբ որ TikTok-ը սկսեց այսպես մեծ տարածում ստանալ, հասկանում եմ, որ ինչ որ մի կերպ ուզում եմ, որովհետև TikTok-ը չենք կարող շղթել, որ միակ հարթակն է եղել իր ալգորիթմներով, որ ցանկացած փոքրիկ անձի, փոքրիկ ասելով նկատում եմ անհայտ ինչ-որ մեկի, տվել է հնարավորություն լսելի դառնալու։ Տարբեր ձևերով փորձեցի, սկզբում գրքերի մասին էի խոսում, հետո ինչ-որ առօրյա վիդեոներ էի նկարում, զգացի, որ մարդկանց մի քիչ այդքան էլ չի հետաքրքրում, սկսեցի բաղադրատոմսեր նկարել ու ի զարմանս ինձ բավականին մեծ արձագանք ստացան։ Այն ժամանակ դե բնականաբար սիրողական մակարդակի վրա ինչ-որ հոլովակներ էին, այսպես ուղակի ձեռքով, ֆլեշով նկարած։ Ժամանակի ընթացքում արդեն սկսեցի, չգիտեմ, մոնտաժի դասեր գնել, սովորել, պրոֆեսիոնալ լույս գնել, որպեսզի հոլովակի որակը լավ լինի, ավելի լավ տեխնիկայով նկարել, մի խոսքով ավելի հմտացել։ Այդ ամենը ստիպեց, որ Անահիտը սիրի խոհանոցը եւ սկսի պատրաստել խոհանոցը։ Բայց այդ ամենը ինքնուրույն է կանում, այսինքն նկարահանումը, մոնտաժը, օգնողներ չկան։ Չէ։ Ահա, չկան։ Հիմնականում պրոֆեսիոնալ մակարդակի վրա այն հոլովակները, որոնք, չգիտեմ, գովազդային հոլովակները, որ պետք է մի փոքր պրոֆեսիոնալ լինի, այդ ժամանակ տալիս եմ էստաֆետան պրոֆեսիոնալ նկարողներին, բայց տանը բաղադրատոմսերը լիովին ինքնուրույն եմ անում։ Իսկ առօրյա կյանքը շատ է փոխվել բլոգինգով զբաղվելուց հետո։ Այո, լիովին փոխվել է, որովհետև եթե այն ժամանակ քո ժամանակը բաշխում էր, այսպես ասած, քո կենցաղի եւ դրսում ինչ որ ժամանակ անցկացնելու վրա, հիմա ամեն օր, եթե ակտիվ պետք է պահես էջդ, փորձում ես ամեն օր ինչ որ ժամանակ հատկացնել հենց բուն աշխատանքի վրա, այսինքն երբ որ էլի որ բլոգինգը ինքը ազատ գրաֆիկով աշխատանք, այսինքն դու ես որոշում թե երբ պետք է պատրաստես, բայց ամեն դեպքում ամեն օր օրինակ մենակ մոնտաժի վրա ժամուկես ժամանակ գնում, նկարահանելու համար էլ չասեմ, եթե 10 րոպեանոց բաղադրատոմս պետք է լինի, ամենակիչը 2 ժամ նկարահանումը ձգվում է։ Այդպես ամեն օր ինչ որ ժամանակահատված միշտ տրամադրվում է դրան ու բնականաբար արդեն առօրյան փոխվում է դրանից։ Ձեզ համար որոնք են բլոգինգի բացասական եւ դրական կողմերը։
Կարծում եմ, թե բացասական եւ թե դրական կողմը երկուսն էլ այն է, որ ցանկացած մարդ լսելի կարող է դառնալ ու դրանից ելնելով ցանկացած անհատ, ով իրենից թեկուզ արժեք չի ներկայացնում եւ շատ վատ ինչ-որ խոսքով կարող է հանդես գալ, նա նույնպես լսելի է լինում եւ դրական կողմը հենց այն է, որ բարձր արժեքներ ունեցող ինչ-որ բան ներկայացնող, ինչ-որ բանի մասին խոսող մարդը նույնպես կարող է լսարան ձեռք բերել եւ կրթել կամ դրականը փոխանցել էկրանից այն կողմ իրեն նայողներին։ Նշեցիք նաև, որ պետք է ակտիվ լինել ամեն օր սոցհարթակում ինչ-որ նոր տեսահոլովակ տեղադրել, հա, որտեղից եք գտնում այդ բաղադրատոմսերը եւ ամեն օր նոր բաղադրատոմս ներկայացնելը մի փոքր նույնիսկ ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է այդ ամենը անել։ Նույնիսկ ընտանիքի անդամների համար ամեն օր նոր որոշել ինչ պատրաստել, ինչ անել, մենք որ ստացվում է, որ ասում ես լավ, երեկվա ուտելիքը հանգիստ կարող եք ուտել։ Տեսեք, որ ասեմ ամեն օր բաղադրատոմս եմ տեղադրում, կխաբեմ, փորձում շաբաթվա մեջ գոնե 3-ից 4 անգամ տեղադրել, բայց փորձում եմ հիմնականում լսարանից ասելիք, այսինքն լսարանից արձագանքից ելնելով եմ հասկանում, իմ էջը ի սկզբանե բացվել է հետևյալ տիտղոսով, հա, այսպես ասած, ինչ եփել այսօր հարցի պատասխանը այստեղ է ու հեշտ ու արագ բաղադրատոմսեր, այսինքն այն ինչ որ արագ է պատրաստվում, այն ինչ որ համեղ է ստացվում։ Այդպես հիմնականում եթե զգում եմ օրինակ fast food-ի այս տեսակի հանդեպ ինչ որ լավ արձագանք է, փորձում եմ նման ոճի այլ բաղադրատոմսեր գտնել կամ չգիտեմ, ավելի արագ պատրաստող բաղադրատոմսերից թխվածքի նման տարբերակը հավանում են, այլ բաղադրատոմսեր են փորձում գտնել։ Այն ինչ լսարանն է պահանջում եւ թելադրում։ Այո։ Հետաքրքիր է, որքանով եք դուք հետևում տարատեսակ թրենդերին, որոնք համացանցում կան, որովհետեւ հենց նույն TikTok-յան հարթակը նշեցիք, երբեմն ես էլ երբեսպես անցնում եմ տարատեսակ հոլովակներ եմ դիտում, դե գիտեք ալգորիթմը ինչպես է աշխատում, եթե պատահաբար 3 վայրկյանից ավել դիտում եք որևէ օրինակ սննդի առնչվող հոլովակ, ամբողջովին մեկ շաբաթ շարունակ միայն տեսնելու եք սննդին առնչվող հոլովակներ եւ իհարկե TikTok-ում կան մարդիկ, որոնք այսպես շատ հետաքրքիր բաղադրատոմսեր են պատրաստում, միևնույն ժամանակ նաեւ լինում են մարդիկ, որոնք այսպես բացի ֆուդ բլոգեր լինելուց նաեւ սկսում են խոսել բժշկական որոշ թեմաների շուրջ, են քննարկումներ ծավալում, օրինակ այս աղցանը սրա համար է առողջ, այս մթերքը սրա համար է առողջ եւ այլն։ Եվ այդ թրենդը կարծես գնալով զարգանում է։ Դուք հետևում եք արդյոք այդ թրենդին, թե ոչ, եւ ինչպես եք դուք մոտենում այս հարցին։ Իրականում բաղադրատոմսերի հետ կապված թրենդներին փորձում եմ հետևել, որովհետև հասկանում եմ, որ լսարանը ուզում է դա, որ դուք թրենդի մեջ լինես, այսպես պուլսի վրա լինես։ Բաղադրատոմսերը ընդհանուր ոչ միայն Հայաստանում, այլ համաշխարհային մակարդակով, հա, կարող է ինչ-որ պաղպաղակ լինի, օրինակ հիմա Ռուսաստանում ինչ-որ մանր շարիկներով պաղպաղակի թրենդ կա ու բոլոր Ռուսաստանի բաժանորդները որ իրենք փնտրում են, գտնում են, անգամ պատրաստում են ֆուդ բլոգերները, հասկանում են։ Այո, կամ այդպես է։ Վերջին շրջանում շատ հայտնի է։ Արտիական է, այո, կամ չիփսով աղցան, որ չիփսի մեջ ինչ որ բաղադրիչներ, մի խոսքով այդպես որ գտնում եմ թրենդային բաղադրատոմսները, փորձում եմ, եթե հասցնում եմ իհարկե, որովհետև նաև շատ արտիական է, որ չես հասցնում թրենդի մեջ լինել, այսինքն 1-2 օր դա արտիական է, երրորդ օրը եթե նկարես, կարող է արդեն չհետաքրքրվեն քեզանով։ Մենք խոսում ենք ֆուդ բլոգինգի մասին եւ հետաքրքիր է արդյոք միշտ այդ տեսահոլովակները խոսքով էս ներկայացնում, թե նաեւ լինում է պարզապես երաժշտությամբ։ Ինչու եմ դա հարցնում, որովհետեւ ես վերջերս նկատել եմ, որ գտնում եմ այն բաղադրատոմսերը, որոնք որ պարզապես գրված են եւ շատ գեղեցիկ նկարահանված են, ճիշտ լույսերով, բայց առանց ձայնի, առանց ներկայացնելու։ Ես ինքս իրականում երբեք չի եղել, որ առանց ձայնի մատուցեմ, հիմնականում միշտ խոսքով եմ մատուցում։ Փորձել եմ, իրականում դրա նպատակը հիմնականում ուղղված է լինում ավելի լայն լսարան ներգրավելը, այսինքն երբ որ դու տեղադրում ես հայալեզու բաղադրատոմս, հավանականությունը, որ Վրաստանից, Ռուսաստանից մեր շրջակա երկրներից կնայի շատ ցածր է, բայց երբ որ առանց խոսքի հոլովակ է լինում ու անգամ եթե անգլերենով կամ ռուսերենով տեքստը գրված լինի, բավականին մեծ հավանականություն կա, որ հարևան պետություններից նույնպես դիտումները բարձր կլինի ավելի, բայց ճիշտ ասած ինձ դեռևս այդ ֆորմատով կոմֆորտ չեմ զգում, ավելի սիրում եմ իմ խոսքով, իմ լսարանին մատուցելը, բայց կարելի է մտածել եւ պարզապես անգլերենով մի քանի այսպես բաղադրիչները պարզ հասարակ այլ հարթակի համար, օրինակ YouTube-ի համար մտածում եմ այդ ուղղությամբ, ինչ որ նոր ձևով փորձեմ հանդես գալ։ Այո, կարճ տեսահոլովակներ նկարել, բայց պետք է լինեն հոլովակները էսթետիկ, այո, համաձայն եմ։ Աչքին հաճելի, որ պարտադիր չլինի ձայնը լսել եւ բացատրությունը լսել, այսպես ասեմ։ Անկամ այդ դեպքում հիմնականում պարտադիր չի, որ անգամ հետո պատրաստ եք ուղղակի տվյալ պահին այդ հոլովակը նայել, ինչ որ էսթետիկ հաճելի է տվյալ պահին պատճառը։ Այս ընթացքում եղել է որևէ բաղադրատոմս, որը ծայրահեղ վատ է ստացվել, չի հաջողվել, այսինքն շատ լավ գաղափար էր ի սկզբանե, հետո վերջում այսպես նայեցիք, ասիք դե ինչ ստացվեց, այս ինչ արեցի, որն է եղել եւ ինչու է այդպես ստացվել։ Վերջինը որ կհիշեմ, դա այսպես շաքարապատ, եթե
քնարակապատ ելակները, չգիտեմ, միգուցե տեսածն եք, այն խրթխրթան շաքարի շերտով ելակները, այդպես էլ չստացվեց, բայց ես դա նույնպես նկարեցի, տեղադրեցի, որ միշտ չի որ ամեն ինչ այո, բնականաբար ֆուդբլոգերների մոտ նույնպես լինում են դեպքեր, որ ճշգրիտ բաղադրատոմսով, ճշգրիտ ժամանակով եփում ես անում ես, բայց վերջում արդյունքը վատ է։ Քանի տարի է, որ զբաղվում եք ֆուդբլոգերությամբ։ 2021 թվականից սկսել եմ այսպես ասած, բայց 2022 թվականի կեսերից նոր այսպես ամբողջ ներուժս դրել եմ այս հարթակում։ Եվ հետաքրքիր է, թե մեր հայ ֆուդբլոգերներից ում եք հետևում։ Գրեթե բոլորին։ Իրականում ես կարող եմ ասենց առանձնացնել մեր համայնքը ֆուդբլոգերների, որ շատ ընկերական, շատ այսպես իրար օգնող համայնք ունենք ֆուդբլոգերներ, չնայած առհասարակ բլոգերների մեջ, կարծում եմ, որ մեր երկրում բավականին այսպես բարձր մակարդակի վրա է, բոլորը իրար միշտ աջակցում են, թե կոմենտներով, թե Բայց ինչքան էլ աջակցեն Անահիտ, երևի թե կհամաձայնես, որ դու ունես քո այսպես ամենահավանածին, ամենասիրելին։ Ում կառանձնացնես։ Դու ծուղակ հարցեր ես տալիս Հարցեր չեմ տալիս, որովհետև ես էլ ունեմ։ Ես կուզենամ սիրով պատասխանել, որովհետև իմ համար ամենավառ ու ամենագեղեցիկ օրինակը Տիկին Լեռնուհին է։ Իրանով ես ամեն իր հոլովակի, ամեն սթորի, ամեն ինչով իր հիանում եմ ու կոնկրետ տան տիկնոջ կերպարը այսպես ասած ոչ միայն ինձ համար, համոզված եմ իր ամբողջ լսարանի համար։ Բայց բնականաբար շատ էլի անուններ կարող եմ տալ, գրեթե բոլորին ում հետևում եմ, այս վերջերս բլոգերների օրներ ու հրապարակմանս մեջ caption-ում նշել եմ նաև, որ ում որ ես հետևում եմ, բոլոր բլոգեր ընկերներին նույնպես շնորհակալ եմ, որովհետև կարծում եմ ցանկացած հոլովակ տեսնելուց դու կարող ես ոգեշնչվել, մոտիվացվել, ինչ որ բանից կոտրված լինես, բայց նոր ուժ հավաքես սկսելու։ Իսկ ինչից ես կոտրվում։ Դե չենք կարող չնշել եմ փաստը, որ վատ մեկնաբանությունները դա կարող է ազդել քեզ վրա։ Ինձ վրա, որ ասեմ այդպես, շատ չեն ասում, որովհետև ես միշտ փորձել եմ նեյտրալ մոտենալ, այսինքն դեռևս չի եղել, որ ես ինչ-որ մի բանից փշրվեմ, հա, այսպես ասեմ, всё, ես էլ բլոգինգի մեջ չկամ, էլ չեմ ուզում, բայց ունեմ ծանոթներ, որ իրենք օրինակ շատ նեղվում են ինչ-որ վատ գրեհիկ արտահայտությունից կամ վիրավորանքից, որովհետև անգամ տարական ինչ-որ པարզ բաղադրատոմսի կոմենտներում կարող են ինչ-որ վիրավորանք հասցնել մարդուն։ Ես մի քիչ նեյտրալ եմ նայում, ես ջնջում եմ ու չեմ մտածում այդ ուղղությամբ։ Բայց կարծես թե երբ որոշում ես որ պիտի բլոգեր լինես, պիտի նաև հոգեպես այդ ամենին։ Այո, իհարկե, բնականաբար։ Ինչպես հենց դուք էլ նշեցիք, իհարկե այդ երևի տենց բացասական կողմերից է համացանցի, որ իսկապես հարթակը բոլորին է տրամադրվում եւ երբեք չես կարող ասել թե ինչ տեսակի մեկնաբանություն կստանաս։ Իսկ ո՞րն է ավելի լավ ձեզ մոտ ստացվում։ Ճաշային տեսակները, ապուրները, թե օրինակ աղցանները, թե քաղցրավենիքը։ Իրականում մի քիչ դժվար է տարանջատելը, որովհետև հավասարաչափ աղցանները մի քիչ իմեջում, ոչ միայն իմեջում, այլ առհասարակ մի քիչ յետին պլանում են մղված, այդքան հաճախ չեմ պատրաստում կամ այսպես շատ արագ ինչ-որ բան եմ պատրաստում։ Հիմնականում ճաշատեսակներն ու քաղցրավենիքը, քաղցր տորթերի հանդեպ թուլությունն եմ թխվածքների հանդեպ, դա գերակշռում է էջում ու ինչպես նաև իմ ռացիոնում նույնպես։ Օրինակ ես տանը միշտ պատրաստում մսային ուտեստներ, որը որ սիրում եմ եւ շատ լավ է ստացվում, բայց օրինակ քաղցրավենիք, նույնիսկ եթե բաղադրատոմս ինձ ներկայացնեն, կասեմ չէ, սա ինձ մոտ հաստատ չի ստացվի եւ կհրաժարվեմ։ Իմեջի բաղադրատոմսը որ պատրաստեք կստացվի կարծում եմ։ Երևի քաղցր չեմ սիրում, դրա համար չեմ փորձում։ Իսկ մսային տարատեսակ բաղադրատոմսերից ո՞րն է ամենասիրելին, ո՞րն է ամենալավը ստացվում։ Թփով տոլման։ Թփով տոլման։ Դավիթ, թփով տոլման։ Թփով տոլման։ Իսկ ձեզ մոտ ո՞րն է ամենասիրելին բոլոր այդ փորձած բաղադրատոմսերից։ Իսկ ես այսօր եթե մտածեմ չեմ կարա դեռ պատասխանը գտնեմ, իսկ բոլորը չեմ կարող այդպես թփով տոլման դե բնականաբար մեր տան ճաշատեսակների, եթե ամեն օր պատրաստեմ, ամեն օր նույն հաճույքով բոլորս կուտենք։ Տորթերից կարող եմ առանձնացնել, այս վերջերս եմ հենց տեղադրել, իդեպ իմեջի առաջի բաղադրատոմսերից էր, որը որ մեծ արձագանք էսպես ստացավ, ես այնց շատ ամփորձ ձևով նկարել տեղադրել էի, մոտ 2-300,000 դիտում հավաքեց միանգամից այդ հոլովակը, ասացի պետքա ես երևում է չէ՞ որ Անահիտը քաղցրակեր է։ Ես էլ եմ քաղցրակեր ու այսպես սպասում եմ ինչ օրինակներ եմ բերել, ինչ չպատմել, բայց քաղցրավենիքից հիշեց։ Չէ, սա բաղադրատոմսը իրական շատ լավն է ու համոզված եմ ձեր մոտ էլ է շատ հեշտ ու արագ ստացվել, որովհետև ուղղակի կրեմ եք եփում ու թխվածքապլիթներով գլազուրով տորթ եք պատրաստում։ Արդեն վատ է կրեմ եփում։ 5 րոպե է ինձ վատ։ Անահիտ, բացի բլոգինգից, ինչ նախասիրություններ ունեք։ Բազում բաներ, տարբեր բաներ կարող եմ նշել։ Իրականում մասնագիտություն ես նշեմ զբոսաշրջային ոլորտի մասնագետ եմ, սակայն երբեք չեմ աշխատել ու կարծում եմ ներկապահի իրավիճակով դատելով չեմ աշխատի, չնայած որ շատ սիրում եմ զբոսաշրջությունը, շատ սիրում եմ Հայաստանով պտտվել, առհասարակ զբոսաշրջությունը կարող եմ նշել, գիրք կարդալը կարող եմ նշել, որ փորձում եմ երեխաների աշխատանքի ու այսինքն իմ հագեցած առօրյայի հետ ինչ որ մի ժամանակ տրամադրել երեկոյան կոնե
մի քանի էջ կարդալու։ Իսկ ինչ եք ընթերցում, դա գեղարվեստական գրականություն է, թե հենց օրինակ խոհարարական արվեստի։ Չէ, խոհարարական իրականում չեմ սիրում, անգամ տանը ունեմ գրքեր խոհարարական, բայց իրականում ես սիրում եմ հոլովակներով այսպես ոգեշնչվել, գրքերը խոհարարական դեռևս իմ սիրտը չեն գրավել, միգուցե առաջիկայում լինի այդպես։ Գեղարվեստական գրականություն վերջի մոտ 2-3 տարում իրական դետեկտիվ եմ շատ սկսել կարդալ, Ագաթա Քրիստիի բոլոր գրքերը այսպես հերթով հավաքում կարդում եմ, բայց հիմա փորձում եմ մի փոքր շեղվել ավելի այլ ժանր նույնպես մի քիչ կարդալ։ Ես այսպես շատ անհամբեր եմ իրականում անկեղծ պիտի լինեմ, որովհետև մեր այս շատ համեղ զրույցը տրամաբանական, այսպես կամաց, այո, մեզ պիտի արդեն տանի դեպի մեր խոհանոց, որտեղ Անահիտ ինչպես արդեն հասկացաք, բայց խաղը Դավիթ չմոռանաս էլի խաղը։ Հիմա գալիս եմ այդտեղ, արդեն հասնում եմ այդտեղ, որ մինչ խոհանոց գնալը իհարկե մենք առավոտ լուսով weekend առանց խաղի, չէ։ Դու ներկայացրու խաղը ուրեմն։ Անահիտ, առանց խաղի մեր հյուրերին այստեղից բաց չենք թողնում, չէ։ Եվ խաղը կոչվում է առաջին անգամ։ Պետք է շարունակեք միտքը։ Արագ։ Պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Առաջին անգամ հասկացա, որ կարող եմ երբ Փորձեցի։ Առաջին անգամ ինձ չհաջողվեց ելակը։ Բաղադրատոմս։ առաջին անգամ էր կարծում ես։ Առաջին անգամը չէր որ պատրաստն եք այ ելակը։ Այո, չարաբաստիկ ելակն էր։ Այո։ Չհաջողվեց։ Առաջին անգամ երջանկացա Հաջողության հասնելուց։ Առաջին անգամ ինքս ինձ նախատեցի Ձախողվելուց։ Առաջին անգամ ջղայնացա երբ Հանձնվեցի։ Առաջին անգամ բաղադրիչներն անգիտակցաբար խառնեցի Եվ ստացվեց հրաշալի մի բան։ Եվ ստացվեց հրաշալի մի բան։ Ահա։ Այ այսօր խոհանոցում մենք ստանալու ենք հրաշալի մի բան։ Վստահաբար։ Հիմա կլսենք լավ երաժշտություն, այդ ընթացքում Անահիտը կպատրաստվի եւ տեսնենք Կուղեկցենք դեպի խոհանոց եւ կտեսնենք թե ինչ է այնտեղ տեղի ունենալու։ Եկեք ցած մեր գյուղտանեմ, համայակ եկովնանեմ, համայակ ջան, համայակ ջան, համայակին կարնեմ, կարոտի չմեռնեմ, համայակ ջան, համայակ ջան, դան 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 ահա
Երաժշտությունը լսեցինք Դավիթ, իսկ Անահիտը արդեն խոհանոցում է, կարծում եմ ճիշտ ժամանակն է խոսքը փոխանցել նրան, որպեսզի նա պատմի, թե ինչ բաղադրիչներ են հարկավոր այսօրվա ուտեստը պատրաստելու համար։ Խնդրեմ Անահիտ։ Ինչպես արդեն նշեցի, առողջ նախաճաշ ենք պատրաստում, ինչի համար մեզ անհրաժեշտ է գունավոր պղպեղ, կարող են թե մեկ գույնի վերցնել, թե տարբեր։ Հալվող պանիր, այսպես շերտավոր պանիրներից, կաթնաշոր, ռոկֆոր տեսակի պանիր, լավաշ, ես խորհուրդ կտամ վերցնել թթխմորով պատրաստված մի փոքր ավելի առողջ տարբերակով պատրաստված լավաշ եւ հավկիթ, որը անհրաժեշտ է նախապես խաշել։ Հավկիթը նույնպես ըստ ցանկության կարող են վերցնել, եթե չեն ուզում կարող են չավելացնել, սա իմպրովիզային փոքր բաղադրիչ է։ Ես առաջարկում եմ դու աշխատես, բայց մենք այսպես երբեմն կարող ենք քեզ հարցեր տալ։ Իրականում նախաճաշ պատրաստելուց մեծամասամբ կարծում եմ բոլորն էլ փորձում են այսպես արագի մեջ ինչ-որ մի բան պատրաստել, ինձ թվում է հենց այս բաղադրատոմսը իդեալական այդպիսի տարբերակ է, շատ քիչ բաղադրիչներով, բավականին օգտակար, վիտամիններով հարուստ, հագեցնող։ Բայց ես ուզում եմ դու ճիշտը պատասխանես, արդյոք այս նախաճաշը օրինակ երեխաները կհամտեսեն եւ օրինակ առավոտյան կխնդրեն մայրիկին պատրաստել եւս մեկ անգամ։ Տեսեք, քանի որ բաղադրության մեջ երկու տեսակի պանիր կա, կարծում եմ այո, որովհետեւ կաթնաշորը նույնպես շերմային մշակում անցնելուց հետո մի փոքր հալչում է եւ ավելի շատ պանրային ինչ-որ բուտերբրոդ է ստացվում, քան բուն կաթնաշորային մի բան, ու կաթնաշորի համը գրեթե չի ստացվում, որովհետեւ կարծում եմ շատերի ստանն է այդ խնդիրը առկա, որ երեխաները կաթնաշորը հենց այդպես չեն սիրում։ Այս տարբերակով համը մի փոքր իր նրբանում է։ Այստեղ մոռացա նշեմ, առաջին հերթին պղպեղը մանրացնում ենք, մանր քառակուսիներով ենք կտրատում։ Այնուհետև այս ամենը պիտի տապակենք, հա, կարծես։ Չէ, ոչ մի բան չենք տապակում, ուղղակի վերջում լավաշի մեջ լցնելուց հետո լավաշը փաթաթում ենք եւ որպեսզի ավելի հաճելի լինի, ուղարկում ենք 4 թավայի մեջ մի փոքր ոսկեզոծ դառնալու, ավելի խրթխրթան շերտ ստանալու համար, ու նաեւ պանիրները հալվում են, շատ ավելի համեղ է ստացվում։ Իսկ կալորիաները հաշվի առնում եք, թե այն ինչ նախընտրում եք, սիրում եք, դա էլ պատրաստում եք եւ համտեսում եք, ուտում եք։ Կալորիաներ, եթե շատ միտված եմ ինչ-որ հստակ քաշի նվազեցման, միգուցե ուշադրություն դարձնեմ, բայց անկեղծ ասած երբեք ինչ-որ հստակ կալորիաների հաշվարկ չեմ արել, ուղղակի փորձում նախընտրություն տալ ավելի առողջ ուտեստներին։ Հիմա մանր քառակուսիներով ենք կտրատում ռոկֆոր տեսակի պանիրը։ Սա նույնպես շերմային մշակում անցնելուց հետո այսպես շատ համեղ է լինում, շատ լավ հալվում է, ձգվող։ Իդեալականորեն համադրվում է կաթնաշորի հետ։ Իսկ հնարավոր է օրինակ փոխարինել եւ օգտագործել այլ պանիր։ Հա, իհարկե, հալվող ցանկացած տեսակի պանիր։ Կարող է դա լինել մոցարելա պանիր, կարող է լինել սուլուգունի պանիր, ձեռքի տակ եղած տնական պանիրն էլ կարծում եմ կլինի համի վրա։ Իսկ կրեմ պանիր արդեն միանգամից օգտագործես էլ ավելի արագ չի ստացվի։ Ինչ պանիր։ Կրեմ պանիրները։ Կրեմ պանիրը ուղղակի այսպես հալված տեքստուրա չի ունենա։ Դրա համար նախընտրելի է հալվող պանիրին։ Երևի թե նաեւ բորբոսով պանիրը առանձնահատուկ համ է հաղորդելու այս համարին։ Ինչը որ կտրատելու համար էր նախատեսված, մենք արդեն կտրատեցինք։ Իսկ ձուն։ Ձուն հիմա կտրորենք, բայց մինչ այդ այստեղ ենք ավելացնում կաթնաշորը։ Մի փոքր խառնում ենք։ Մնում այստեղ ավելացնենք հիմա տրորած հավկիթը եւ արդեն կլցնենք լավաշի մեջ։ Ինչպես նաեւ համեմ ենք։ Ինչպես որ խոստացել էր Անահիտը, արագ, պարզ եւ օգտակար բաղադրիչներով նախաճաշ առաջարկեց։ Ձուն փաստորեն պետք է տրորել։ Այո։ Չենք կտրատում։ Ինձ թվում է տրորած ավելի միասեռ զանգված կդառնա մնացած բաղադրիչների հետ։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ այսպես կեղևազրկ են ձուն։ Հա, ինքը շատ հարմար բան է, մեթոդ է, միանգամից առանց մնացորդների կեղևազատել հավկիթը։ Այսինքն գտալի օգնությամբ, ամեն այսպես պտտում է։ Եզրերով, այո, հանում ենք։ Ես միանգամից կոտրում եմ ձուն տարբեր տեղերից եւ փորձում շատ արագ ազատվել չմնացորդներից։ Սա կարծես թե ավելի հեշտ տարբերակ էր, միանգամից իմ ուշադրությունը գրավեց։ Բաղադրիչներից մնաց ձուն տրորենք եւ ավելացնենք այնտեղ, համեմենք եւ արդեն կլցնենք լավաշի մեջ։ Եվ շերտավոր պանիրը կդնենք վրան։ Կարող ենք այսպես շատ չմանրացնել։ Իսկ հաճախ ես այս բաղադրատոմսը օգտագործում առասարակ։ Ամեն շաբաթ, այո, ամեն օր չէ, այդքան հաճախ չէ, բայց շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ փորձում եմ սա պատրաստել։ Այստեղ ավելացնում ենք աղ։ Բայց աղի հարցում խորհուրդ կտամ զգուշ լինել, քանի որ ռոկֆոր պանիրը, քանի որ ինքնին արդեն աղի համ ունի, միգուցե չափը անցնենք։
Մի փոքր սև պղպեղ։ Խառնում ենք Եվ նորից։ խառնում ենք, այո։ Վերցնում ենք լավաշը։ Կարող ենք մի հատվածը հեռացնել։ Կենտրոնական հատվածում լցնում ենք միջուկը։ Իսկ հալած պանիրը արդեն ավելացնում ես վերջ։ Դնում ենք վրան, այո, եւ փակում ենք։ Ահա։ Կարելի է շատ այլ ուրիշ բաղադրիչներ ավելացնել։ Բացել սառնարանը, տեսնել ինչ կա եւ այո, կտրատել, ավելացնել։ Այստեղ պղպեղը շատ հանգիստ կարող ենք փոխարինել լոլիկով։ Իրականում պղպեղի դերը այստեղ կայանում է նրանում, որ մի փոքր ջրալի զանգված է տալիս, որովհետեւ թե կատնաշորը, թե պանիրները իրենք չոր են, որպեսզի ավելի հյութեղ ստացվի։ Եվ պանրի տեսականին կարելի է փոխարինել այն, ինչ այդ պահին ունենք սառնարանը։ Այո։ Մեջտեղում դնում ենք հալվող պանիրը եւ փորձում ենք փակել։ Հա, կարևոր է ճիշտ փակելը։ Այո։ Եվ այսպես հակառակ կողմով ուղարկում ենք նախապես տաքացրած թավայի մեջ, որպեսզի մի փոքր չորանա, շատ չենք թողնում, որովհետև կատնաշորը երբ որ հալվում է, իրանից ինչ որ հեղուկ է դուրս գալիս, ջրային հատվածը դուրս է գալիս, շատ չենք թողնում, որպեսզի չլխկի։ Բայց ձեր կարակ որևէ բան չենք ավելացնում, այսինքն ընդամենը Չէ, ուղղակի ոսկեգույն երանգ ավելացնելու համար ուղղակի մի փոքր սա կարող եք անել նաև տոստի ապարատի մեջ կամ վաֆլո ապարատի մեջ, ինչ որ մի հատվածում կամ աերոգրիլի մեջ, ինչ այդ պահին հարմար է, անգամ ջեռոցում կստացվի, կարծում եմ չորացնել իրան։ Հաստատ կստացվի, ամենտեղ էլ կստացվի։ Այո։ Կարևոր է ունենալ ցանկություն առավոտյան վաղ արթնանալ եւ պատրաստել ընտանիքի անդամների համար նման նախաճաշ։ Չէ՞։ երևի։ Իսկ մատուցման ափսե ունեք։ Այո, նախապատրաստել ենք։ Դու նաև արդեն մտածում ես մատուցման Բա իհարկե։ Ոչ միայն պատրաստման ձևն է կարևոր, այլ նաև Բնականաբար մատուցման։ ամենահամեղ ուտեստը հնարավոր է այնքան վատ մատուցել, որ մարդ չուզենա ուտի։ Ցանկությունը կորի։ Երկրորդ լավաշով մեր ուտեստը պատրաստվեց։ Մնում է մատուցել։ Այո։ Այսպես կարող եմ ցույց տալ, ներսից այսպես հետաքրքիր միջուկա ստացվում։ Այնինչ պատմում եք, Այո։ որ պանիրը պետք է հալվի։ Իսկ հալվեց բավականաչափ։ Ինչ որ չափով հալվել է, ուղղակի եթե մի փոքր երկար թողենք, Գայրվեր լավաշը։ կարող էր ավելի երկար մնալ, մենք մի փոքր շուտ վերցրեցինք, որովհետև բոլորս քաղցած ենք եւ ուզում ենք շուտ սնվել։ Ահա, հրաշալի բաղադրատոմս, շատ արագ, վստահ ենք նաև որ շատ համեղ, մենք հիմա իհարկե հնարավորություն կունենանք գնալ խոհանոց եւ փորձել, Համտեսել, գնահատել, բայց վստահ ենք որ շատ համեղ է, ձեզ սիրելի հեռուստադիտողներ հորդորում ենք օգտվել այս բաղադրատոմսից եւ պատրաստել տանը։ Անահիտ, մեզ մնում է շնորհակալություն հայտնել արագ եւ համեղ բաղադրատոմս ներկայացնելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն, շատ հաճելի էր։ Շնորհակալություն։ Գնանք փորձելու։ Գնանք փորձելու։ Մենք շարժվենք առաջ, այո, իսկ մենք գնանք փորձելու։